Ողջույն, հայերը ունեն մի քաղաք ծովի վրա, որ կոչվում է Լայաս, որտեղ նրանք մեծ առևտուր են անում։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակը Մարկո Պոլո, Կնիգա Ռազնաբրազիի միրը, գիրքը հրատարակել է Ազբուկա հրատարակչություն 2018 թվականին։ Գրքի հեղինակը Լորենս Բերգրին, Մարկո Պոլո, գիրքը հրատարակել է Ազբուկա հրատարակչություն 2024 թվականին։ Հանրայր ճանապարհորդ առևտրական Մարկո Պոլոն ծնվել է 1254 թվականի սեպտեմբերի 15-ին Վենետիկում։ Իր հայրը Նիկոլոն եւ հորեղբայր Մատեոն հայտնի առևտրականներ էին։ 1260 թվականին նրանք մեկնում են Ղրիմ, հետագայում Միջին Ասիա եւ հանգամանքների բերումով Չինաստան, որն այն ժամանակ գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ։ Խուբիլայ խանը Չինգիզ խանի թոռն էր եւ Յուան կայսրության հիմնադիրը։ Խամբալիկը կայսրության մայրաքաղաքն էր, որի տեղում այսօր գտնվում է Պեկին մայրաքաղաքը։ Խուբիլայ խանը տալիս է հազարականներ Պոլո եղբայրներին, ուղղված Հռոմի պապին եւ եվրոպական միապետներին։ Տալիս է ոսկե պայծա, որի միջոցով նրանք կարող են անվտանգ ճանապարհորդել մողոլական կայսրության տարածքում։ Երկար դեգերումներից հետո 1269 թվականին Պոլո եղբայրները վերադառնում են Վենետիկ։ 1271 թվականին իրենց հետ վերցնելով Մարկոին նրանք ուղևորվում են դեպի Երուսաղեմ։ Սկսվում է Մարկո Պոլոյի երկարամյա արկածներով լի ճանապարհորդությունը դեպի Չինաստան։ Այդ ընթացքում նա լինում է Կիլիկյան Հայաստանում, Մեծ Հայքում, Ասորիքում, Իրանում, Միջին Ասիայում, Կենտրոնական Ասիայում եւ ի վերջո 1275 թվականին նա հասնում է Չինաստան։ Մարկո Պոլոն սկսում է ծառայել Խուբիլայ խանի արքունիքում, գովերգում է նրա կառավարումը։ Երկարամյա ծառայությունից հետո Խուբիլայ խանի հրամանով Մարկո Պոլոն, իր հայրը եւ հորեղբայրը պիտի ուղեկցեին մողոլ արքադուստրերից մեկին դեպի Հուլավյան իլխանություն։ Արքադուստրը պետք է ամուսնանար Արղուն իլխանի հետ։ Ի վերջո, բարեհաջող իրականացնելուց հետո այդ առաքելությունը Պոլո ընտանիքը ուղևորվում է դեպի Վենետիկ։ 1295 թվականին 24-ամյա բացակայությունից հետո Պոլո ընտանիքը կրկին իր հայրենի Վենետիկում էր։ 1298 թվականին Վենետիկի եւ Ջենովայի միջև տեղի ունում հերթական ծովամարտը Կուրցոլեի մոտ։ Մարկո Պոլոն գերի ընկնում ջենովացիներին։ Բանտում գտնվելու ժամանակ իր բանտակից Ռուստիկելո Պիզացին, ով գրող էր, գեղարվեստական ոճով գրում է Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը դեպի Չինաստան աշխատությունը, որ հայտնի է գիրք աշխարհի բազմազանության մասին անվամբ։ 1299 թվականին Մարկո Պոլոն վերադառնալով գերությունից սկսում է զբաղվել առևտրական գործունեությամբ։ Նա ամուսնանում է Դոնատա Բադոյի հետ, ունենում է 3 աղջիկ։ Մարկո Պոլոն մահանում է ծանր հիվանդությունից 1324 թվականի հունվարի 8-ին Վենետիկում։ Մարկո Պոլոյի ճանապարհորդության շնորհիվ Եվրոպան տեղեկանում է Ասիայի ժողովուրդների մշակույթի, կրոնի, գիտության մասին։ Անվերջ կարելի է խոսել Մարկո Պոլոյի ճանապարհորդության մասին, բայց այսօր այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։